give more people a voice. Instead of building walls, we can help people build bridges. The more that we're all doing together, is the more we're taking that. Եթե Facebook-ը երկիր լիներ, այն բնակիչների թվով կգերազանցեր երկրագնդի ցանկացած պետության, անգամ Չինաստանի։ Այսօր Facebook-ում գրանցված է մոտ 1.7 միլիարդ օգտատեր, կամ երկրագնդի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը։ Հայաստանցիներից յուրաքանչյուր երրորդն է Facebook-ում, ընդհանուր առմամբ 1 միլիոն օգտատեր։ 2004-ի փետրվարի 4-ին հիմնադրված սոցիալական ցանցը Հայաստանում արտահայտվելու ակտիվ հարթակ դարձավ 2010-ականների սկզբից։ Առաջին մի քանի շարժում եղել է մեկը Կինո Մոսկվայի ամառային դահլիճը, մեկ էլ օտարալեզու դպրոցների շուրջ այդ օրենսդրական փոփոխությունները, այդ երկու հիմնական մեծ շարժումները, որոնք ռեալ օֆլայն հետևանքներ ունեցան։ Կինոթատրոնի դահլիճը մինչև հիմա իր տեղում է, չնայած պատրաստվում էին քանդել։ Ակտիվ Facebook-հայությունն այսօր մի քանի տասնյակ հազար օգտատերեր են։ Ցանկացած ոչ ստանդարտ նորություն Facebook-յան լրահոսում առիթ է տալիս բազմաթիվ հրապարակումների, վերածելով Facebook-յան պատը 21-րդ դարի հայկական ֆոլկլորի հարթակի։ Այնուամենայնիվ, Facebook-ի կարծիքը փողոցի կարծիքի հետ միշտ չէ, որ համընկնում է։ Facebook-ը յուրահատուկ ռազմավարություն ունի օգտատերերին լրահոսն անդադար սքրոլ անել դրթելու համար։ Facebook-ը անում է ամեն ինչ, որ ձեզ Facebook-ում, այսպես դուք կոմֆորտով նստեք, իսկ դա նշանակում է, որ իրենք փորձում են ավելի շուտ ձեզ ցույց տալ այն նյութերը, որոնք ձեր ընդհանուր կարծիքների հունով են։ Եթե դուք լինեք Հայաստանի ամենաչընթռլոկ կուսակցության ներկայացուցիչը, ձեզ կարող է մեկ ամիս հետո թվա, որ դուք եք որ կաք ամբողջ Facebook-ում մենակ ձեր մասին են խոսում, որոշեն ինչ որ ակցիա անեն մարդիկ դուրսը եւ այլն։ Ռեալ կարող է ձեզ թվա ամբողջ Facebook-ը հեսա գալու է մասնակցի այդ ակցիային, մեկ էլ 20 հոգի կա այդտեղ, հա։ Ու դա մենակ այն պատճառը չէ, որ մարդիկ ծույլ են, այդպես կոչված լայք TV-սներ կան, որ մենակ լայքով են մասնակցում ամեն ինչ, այլ նաև որտեղ ուղղակի ուրիշներ չեն էլ տեսնում ձեր գրածները։ Չնայած արտահայտվելու այլ հարթակներ ունենալուն, լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները առաջնայնությունը տալիս են Facebook-ին։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-ում տեղադրված հրապարակումների միջոցով է ազդարարել քաղաքականությամբ զբաղվելու եւ ընդդիմադիր դաշտ մտնելու իր մտադրության մասին։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս իր կարևոր հայտարարությունը հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշումը արեց Facebook-ում։ Հենց Facebook-ում նա հակադարձեց Սերժ Սարգսյանի իր հասցեին ուղղված այլաբանական ակնարկներին։ Ազգային ժողովի պատգամավորներից Facebook-ում հատկապես ակտիվ են ընդդիմության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը եւ այլք։ Սեյրան Օհանյանին օրինակը վերեցիք, բայց ինձ թվում է հենց Facebook-ի շնորհիվ դեռ նախարար ժամանակում ինքը շատ լուրջ ռեպուտացիոն ռիսկեր ունեցավ եւ սխալ Facebook-ում ներկայանալու շնորհիվ ընտանեկան այդ լուսանկարներ եւ այլ։ Սերժ Սարգսյանը աշխարհում առաջին նախագահն է եղել, ով բլոգ է վարել։ Դա իրական ինքը դեռ նախագահ չէր դարել, այսինքն մարտի 13-ին կարծեմ բացվեց այդ բլոգը 2008-ին եւ այնտեղ հարց ու պատասխան ոնց որ եղավ։ Դրանից հետո ընդհանրապես ներկայություն չի եղել սոցիալական մեդիաներում։ Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Facebook-ն իր ներդրումը կունենա։ Քարոզարշավի ժամանակ կավելանան ֆեյքերը, ընտրությունների օրը պատը կողողվի ընտրատեղամասերից ուղիղ միացումներով եւ ներկաների հրապարակումներով։ Իսկ ընտրության արդյունքների հրապարակումից հետո արդյունքների հետ չհամաձայնողները ըմբոստալիք բարձրացնելու նպատակով ակտիվորեն կկիրառեն դուրս Facebook-ից հեշթեգը։ Հեղափոխությունը, որը կատարվում է Facebook-ում, կարող է մնալ Facebook-ում։